Ֆրանսիայի հարավային շրջանները վերջին օրերին կանգնած են իրավիճակի առաջ, որը մասնագետները բնութագրում են որպես վերջին տարիների ամենալուրջ անտառային հրդեհային ճգնաժամերից մեկը։ Միաժամանակ մի քանի տարբեր կետերում բռնկված կրակները արագ տարածվել են, ընդգրկելով անտառներ, գյուղատնտեսական տարածքներ, զբոսաշրջային գոտիներ և որոշ դեպքերում նաև բնակավայրերի հարակից հատվածներ։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ այս ամենը տեղի ունենում ծայրահեղ եղանակային պայմանների ֆոնին՝ երկարատև երաշտ, բարձր ջերմաստիճաններ և ուժեղ քամիներ։ Հրդեհային ալիքը սկսվել է Ֆրանսիայի հարավային հատվածներում, որտեղ առաջին խոշոր բռնկումներն են գրանցվել։ Սկզբում դա դիտվել է որպես տեղային անտառային հրդեհ, սակայն մի քանի ժամ անց իրավիճակը կտրուկ փոխվել է։ Չորացած բուսականությունը և ուժեղ քամիները դարձել են այն հիմնական գործոնները, որոնք թույլ են տվել կրակին արագ տարածվել։ Տեղական իշխանությունների տվյալներով որոշ հատվածներում կրակը տարածվել է այնքան արագ, որ հրշեջները չեն հասցրել միաժամանակ վերահսկել բոլոր օջախները։ Արդյունքում մի քանի ուղղություններով սկսվել է միաժամանակյա հրդեհային ակտիվություն։ Կրակը ընդգրկել է ավելի քան 900 հեկտար տարածք, հիմնականում անտառային գոտիներ և բաց տարածքներ։ Տեղում աշխատում են մինչև 800 հրշեջներ, որոնք ներգրավված են ինչպես ցամաքային, այնպես էլ օդային գործողություններում։ Օգտագործվում են հրշեջ մեքենաներ, ջրատար ինքնաթիռներ և ուղղաթիռներ, որոնք անընդհատ ջուր են նետում ամենակրիտիկական հատվածների վրա, բայց նույնիսկ այս մեծ ռեսուրսների դեպքում կրակը շարունակում է տարածվել, հիմնականում քամի ուղղության փոփոխության պատճառով։ Փրկարարները նշում են, որ այսպիսի պայմաններում նույնիսկ փոքր կայծը կարող է ստեղծել նոր օջախ։ Մասնագետները ընդգծում են, որ իրավիճակի սրման հիմնական պատճառը եղանակային պայմաններն են։ Տարածաշրջանում մի քանի շաբաթ շարունակ չի եղել էական տեղումներ, բուսականությունը չորացել է, հողը դարձել է հեշտ բռնկվող։ Միաժամանակ ուժեղ քամիները կրակը տեղափոխում են նոր տարածքներ, երբեմն մի քանի 100 մետրից մինչև կիլոմետրեր մեկ ժամում։ Այս պայմաններում հրդեհի վերահսկումը դառնում է չափազանց բարդ։ Մարսելի շրջակայքում նույնպես արձանագրվել են նոր հրդեհներ։ Դրանք մի քանի ժամում զարգացել են, սակայն որոշ հատվածներում հաջողվել է վերցնել կրակը վերահսկողության տակ, այնուամենայնիվ ամբողջական մարում դեռ չի իրականացվել։ Իշխանությունները չեն բացառում, որ կրակը կարող է կրկին ակտիվանալ, եթե քամու ուժգնությունը բարձրանա։ Մարսելի դեպքերը հատկապես վտանգավոր են, քանի որ դրանք մոտ են խիտ բնակեցված գոտիներին։ Ֆրանսիայի ամբողջ տարածքում հրդեհների դեմ պայքարին ներգրավված է շուրջ 2000 հրշեջ։ Սա ցույց է տալիս, որ իրավիճակը ոչ թե տեղային, այլ ազգային մասշտաբի է։ Տեղական իշխանությունների առաջնային նպատակը կրակի տարածումը դանդաղեցնելն է, ոչ թե անմիջական ամբողջական մարումը։ Ֆրանսիայի հարավում իրավիճակը հատկապես վտանգավոր է դարձել նաև զբոսաշրջային գոտիներում։ Ֆրեժույս քաղաքում, որը գտնվում է Վարն անգում, հրդեհի արագ տարածումը ստիպել է իշխանություններին անցնել շտապ տարհանման գործողությունների։ Ընդհանուր առմամբ ավելի քան 2000 մարդ դուրս է բերվել մի քանի կեմպինգներից և հանգստի գոտիներից։ Այդ մարդիկ հիմնականում զբոսաշրջիկներ էին, ովքեր գտնվել էին ծովափնյա հանգստի վայրերում, առանց պատկերացնելու, որ մի քանի ժամ անց իրավիճակը կդառնա արտակարգ։ Հրդեհը մոտեցել է բնակելի հատվածներին, ինչի պատճառով տարհանումը իրականացվել է շատ արագ, առանց երկար սպասումների։ Տեղում տեղեկությունների համաձայն կրակը ոչնչացրել է նաև հարյուրավոր շարժական տներ, ավտոկեմպերներ և ժամանակավոր կացարաններ։ Կանեան-Ռուսելյան շրջանում իրավիճակը նույնպես կտրուկ վատացել է։ Այստեղ հրդեհը բռնկվել է նավահանգստի մոտակայքում և արագ տարածվել է դեպի շրջակա տարածքներ։ Արդյունքում ավելի քան 1500 մարդ տարհանվել է մի քանի զբոսաշրջային ճամբարներից։ Կրակի հետևանքով այրվել են նաև նավեր, որոնք գտնվել են նավահանգստի մոտակայքում, մեծացնելով նյութական վնասի չափը։ Ամբողջ տարածքը ծածկվել է խիտ և սև ծխով, որը տեսանելի է եղել նույնիսկ մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Պերմինյան քաղաքի մոտակայքում նույնպես արձանագրվել է խոշոր բռնկում, որտեղ կրակը սկսել է տարածվել օրվա ընթացքում և արագ ընդգրկել անտառային գոտիները։ Տեղում ներգրավել են ավելի քան 200 հրշեջ, փորձելով կանխել կրակի մուտքը դեպի բնակելի հատվածներ։ Մարսելի շրջանում գրանցվել են ևս մի քանի հրդեհային օջախներ։ Դրանց մի մասը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ, սակայն լիարժեք մարում դեռ չի իրականացվել։ Փորձագետները նշում են, որ այս հատվածը հատկապես զգայուն է հրդեհների նկատմամբ պայմանավորված չոր կլիմայով և քամու ուղղությամբ։ Նույնիսկ փոքր վերակենդանացումը կարող է կրկին ստեղծել վտանգավոր իրավիճակ։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Ֆրանսիայում ամառային սեզոնի սկիզբը գրանցել է մոտ 7000 հրդեհային դեպք։ Սա աննախադեպ թիվ է վերջին տարիների համար։ Այս հրդեհի արդյունքում այրվել է մոտ 8700 հեկտար տարածք, ներառյալ անտառներ, գյուղատնտեսական դաշտեր և բնական գոտիներ։ Իշխանությունները նշում են, որ այս սեզոնը արդեն այժմ կարելի է դասել բարձր ռիսկային տարիների շարքում։
Ֆրանսիայի վարչապետի գնահատմամբ իրավիճակը բավականին լարված է և պահանջում է մշտական մոբիլիզացիա։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն առաջիկա օրերին Ֆրանսիայի հարավում պահպանվելու են բարձր ջերմաստիճանները, միաժամանակ սպասվում է ուժեղ քամի, որը կարող է կրկին արագացնել կրակի տարածումը։ Երաշտային պայմանները չեն թուլանում, ինչը նշանակում է, որ նոր բռնկումների հավանականությունը դեռ բարձր է։ Այս երեք գործոնների համադրությունը ստեղծում է շարունակական վտանգային ֆոն։ Ֆրանսիայի հարավում ստեղծված իրավիճակը արդեն մի քանի օր շարունակ պահում է ամբողջ երկրի փրկար համակարգը առավելագույն լարվածության վիճակում։ Հրդեհները միաժամանակ մի քանի շրջաններում ակտիվ են, և դա նշանակում է, որ ռեսուրսները բաժանված են տարբեր ուղղություններով, հաճախ ստիպելով հրշեջներին աշխատել սահմանային հնարավորությունների պայմաններում։ Տեղում աշխատող ծառայությունները նշում են, որ այսպիսի միաժամանակյա ծանրաբեռնվածություն երկար տարիներ չի գրանցվել։ Հրդեհի դեմ պայքարը այլևս չի սահմանափակվում միայն կրակի մարելով։ Այն դարձել է անընդհատ շարժվող, փոփոխվող և անկանխատեսելի իրավիճակ, որտեղ յուրաքանչյուր ժամ կարող է փոխել ամբողջ պատկերը։ Հրշեջները աշխատում են ոչ միայն ցամաքային գծերով, այլ նաև օդային աջակցությամբ։ Ջրատար ինքնաթիռները և ուղղաթիռները պարբերաբար կատարում են թռիչքներ դեպի ամենակրիտիկական հատվածներ, փորձելով դանդաղացնել կրակի տարածումը։ Սակայն ուժեղ քամիները հաճախ չեզոքացնում են այդ ջանքերը, կրակը կրկին տեղափոխելով նոր տարածքներ։ Շատ դեպքերում հրշեջ խմբերը ստիպված են լինում ստեղծել պաշտպանական գծեր, անտառային հատվածներում հատուկ մաքրելով բուսականությունը, որպեսզի կրակը չկարողանա անցնել դեպի բնակավայրեր։ Այս մեթոդը ժամանակատար է, սակայն հաճախ միակ արդյունավետ միջոցն է արագ տարածվող հրդեհների դեպքում։ Միաժամանակ տեղում իրականացվում է նաև բնակչության պաշտպանություն։ Փրկարները և ոստիկանությունը վերահսկում են այն շրջանները, որտեղ կրակը մոտենում է բնակելի գոտիներին, կազմակերպելով հնարավոր տարհանումներ կամ նախազգուշացումներ։ Մասնագետների գնահատմամբ այս հրդեհների ամենամեծ դաշնակիցը ոչ թե մարդկային գործոնն է, այլ եղանակային պայմանները։ Ֆրանսիայի հարավում արդեն շաբաթներ շարունակ գրեթե չի եղել տեղումներ, ինչը ստեղծել է ծայրահեղ չոր միջավայր։ Բուսականությունը դարձել է չափազանց դյուրավառ, անգամ փոքր կայծը բավական է, որպեսզի կրակը արագ տարածվի մեծ տարածքներում։ Երբ դրան ավելանում են ուժեղ քամիները, իրավիճակը դառնում է գրեթե անկառավարելի։ Քամին ոչ միայն արագացնում է կրակի տարածումը, այլ նաև փոխում է դրա ուղղությունը, ստեղծելով նոր օջախներ անսպասելի վայրերում։ Սա հատկապես վտանգավոր է հրշեջների համար, քանի որ նրանք հաճախ ստիպված են լինում արագ փոխել իրենց դիրքերը։ Բարձր ջերմաստիճանները նույնպես մեծացնում են վտանգը։ Օդի տաք զանգվածները նպաստում են, որ բուսականությունն ավելի արագ չորանա, իսկ կրակը ավելի հեշտ բռնկվի։ Այս պահին Ֆրանսիայի հարավում գտնվում է շարունակվող և անկայուն հրդեհային ճգնաժամի մեջ։ Հարյուրավոր հեկտարներ արդեն վնասվել են, հազարավոր մարդիկ տարհանվել են, իսկ նոր օջախների վտանգը դեռ պահպանվում է։ Պետական կառույցները աշխատում են ամբողջական մոբիլիզացիայի ռեժիմով, սակայն եղանակային պայմանները շարունակում են մնալ հիմնական խոչընդոտը։ Մասնագետների գնահատմամբ առաջիկա օրերը վճռորոշ են լինելու։ Եթե քամիները թուլանան և ջերմաստիճանը նվազի, հնարավոր կլինի մասամբ կայունացնել իրավիճակը, սակայն հակառակ դեպքում կրակը կարող է կրկին արագ տարածվել նոր շրջաններում։ Այսպիսով, Ֆրանսիայի հարավում տեղի ունեցող հրդեհները արդեն վերածվել են ոչ միայն տեղական, այլ նաև ազգային մակարդակի ճգնաժամի, որտեղ պայքարը դեռ շարունակվում է և վերջնական արդյունքը դեռ հեռու է կանխատեսելի լինելուց։